Ողջույն, բարի գալուստ հայկական խոհանոց, այսօր միասին պատրաստում ենք արշտայով և բրնձով հայկական ավանդական փլավ։ Հայկական ազգային խոհանոցում կան արշտայի պատրաստման շատ և շատ բաղադրատոմսեր։ Արշտան կարելի է մատուցել փլավների տեսքով և օգտագործել մսովապուլների մեջ։ Դժվար թե կգտնվի որևէ մեկը, ով կհրաժարվի արշտայով փլավից, որը մատուցված է մածունով և սխտորով։ Այն կարելի է ասել հայկական խոհանոցի այցեքարտն է։ Իմ ալիքում կգտնեք արիշտայի սնկով և սպանախով պատրաստվող անչափ համեղ բաղադրատոմս։ Այսօրվա ուտեստը ներկայացնելու համար մեզ շատ բաղադրիչներ հարկավոր չեն։ Անհրաժեշտ է 400 գրամ արիշտա, կես բաժակ բրինձ, յուղ և աղ։ Կես բաժակ բրինձը մի քանի անգամ լավ լվանում ենք, մինչև ջուրը թափանցիկ դառնա։ Բրինձը ջրքամում ենք և անցնում ենք պատրաստման գործընթացին։ Միառժամանակ 2 կաթսայով ջուր ենք դնում գազօջախին և թողնում ենք եռա։ Երբ ջուրը սկսի ինտենսիվ եռալ, մի կաթսայի մեջ լցնում ենք արիշտան առանց մարացնելու։ Չենք շտապում արիշտայի ջուրը համեմել աղով, քանի որ կան արիշտայի տեսակներ, որոնք բավականաչափ աղ են պարունակում, և դրանք պետք է եփել առանց աղ ավելացնելու։ Եփելու ընթացքում արիշտան կփորձենք, եթե հարկ լինի, մի փոքր աղ կավելացնենք։ Մյուս կաթսայի մեջ ավելացնում ենք բրինձը և համեմում ենք աղով ըստ ճաշակի, եփում ենք այնքան, մինչև բրինձը պատրաստ կլինի։ Երբ արիշտան ամբողջությամբ ընկղմվի ջրի մեջ, փակում ենք կաթսային և եփում ենք այնքան, որքան խորհուրդ է տալիս արտադրողը։ Կան արիշտայի հաստ և բարակ տեսակներ, որոնք պատրաստելու համար անհրաժեշտ է տարբեր ժամանակահատված։ Դեռևս ոչ վաղ անցյալում պատրաստի արիշտա գտնելը շատ դժվար էր, և մեր տատիկներն ու մայրիկները պատրաստում էին արիշտա տան պայմաններում, որը շատ երկար և դժվար պրոցես է։ Ով է հիշում նման տեսարաններ, գրեք մեկնաբանություններում։ Բրինձը և արիշտան պատրաստ լինելուն պես ջրքամում ենք և ցողում ենք սառը ջրով։ Մեկնաբանությունների բաժնում գրեք թե արիշտայի պատրաստման որ տարբերակն եք նախընտրում և արդյոք պատրաստում եք այս եղանակով։ Արիշտան և բրինձը ջրքամելուց հետո լցնում ենք համապատասխան կաթսայի մեջ և կաթսան դնում ենք ցածր կրակի վրա։ Մեր պատրաստած փլավի վրա ավելացնում ենք 2 ճաշի գթալ հալած յուղ, խառնում ենք և թողնում ենք փլավը հանգստանա մոտ 5 րոպե, այնուհետև մատուցում ենք։ Փլավը մի լավ խառնում ենք, որպեսզի յուղը համաչափ տարածվի և մատուցում ենք։ Ի դեպ յուղի փոխարեն կարող եք ավելացնել նաև սերուցքային կարագ ըստ ճաշակի։ Դե ինչ հարգելիներ ես, այսօր էլ այսպիսի արիշտայի պատրաստման պարզ, սակայն անչափ համեղ բաղադրատոմս։ Դուք էլ պատրաստեք այս եղանակով, եղեք առողջ և օրհնված։ Ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։